Թմրանյութի վաճառքի օժանդակով։ Մեն մի նկարի համար, մի տեղադրելու համար 1000 դրամ։ Հարիբո կոնֆետները որ լինում են, այդպես էլ է մատակարարվում։ Թե ես գոնե մենակ ինձ եմ կործանվում, ես մի հոգի եմ, բայց ես կարամ հազարավորներին կործանեմ։ Կատարած հանցանքը իրանից ներկայացնում է ծանր հանցագործություն էլի, այսօր աղջիկ երեխեքը դպրոցում տեղ են անում։ Որ կտամ ավելի շատ ծնողներին, որ ուշադրիր լինեն իրենց երեխեքին։ Հեռախոսներն են ամենաշատ մեծ խնդրեմը պատահասում էր երեխեքի համար։ Դա հաճ պատեր, վատաուրա, ես վերջացած մարդ չեմ համարում։ Ալիկ Արտենյանց մեղադրանք է առաջադրվել, որ նա Վահագն Միրոյանի հետ ներգրաված է եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։ Տելեգրամ կայքի Երևան ջան եւ ձեր Կումար անհատական էջերի օգտատերերին խոստացել եւ Երևան քաղաքի տարբեր հատվածներում նախատեսված թաքստոցներում տեղադրել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Երևանի տարբեր հատվածներում թմրանյութ տեղադրելու համար դատարանը Ալիկ Արտենյանցին ազատազրկման է դատապարտել 7 տարի 6 ամիս ժամկետով։ Ալիկը արդեն 1 տարի է բանտում է ու պատմում է ինչպես հայտնվեց թմրամոլների աշխարհում, ինչպես էր թմրանյութ օգտագործելուց հետո փախչում արևից։ 26-ամյա Ալիկը այսօր բանտում հաց է բաժանում ու խորհուրդ տալիս բոլոր այն ծնողներին, ովքեր ինչ-որ պահի մոռացել են իրենց երեխաների մասին։ Այստեղ հայտնվել եմ 2024 թվականի հունվարին։ Թմրանյութի վաճառքի օժանդակով։ Ես վերցրել եմ կոնկրետ վաճառողից, տարաշարել եմ, որ մարդիկ կարողանան վերցնել։ Շատ պատահաբար օպերատիվ աշխատողները բանարեցին, էլի բռնեցին ավտոմեքենայի մեջ։ Արդեն 6.5 տարվա 1 տարին էստեղ եք հենց մտակ բանտ ինչ էր։ Հաստատ շատված զգացողություն, դա հաճ պատեր, վատաուրա, ոչ մի հետաքրքիր բան չկար այն դեպքում։ Գիտակցում ես, որ դու օրենքից դուրս բան ես անում, բայց այն ինչը որ չես տեսել, չես զգացել քո կաշվի վրա, ոնց որ բան ես անում, էլի, այդ բանը քեզ դա չի հետաքրքրում։ Քեզ ասում են, որ քեզ պետք է այդ գործը լավն է, այդ գործը լավ փող է բերա։ Ինչքան փող է ստացել։ Ամեն մի նկարի համար, մի տեղադրելու համար 1000 դրամ։ Ու օրը քանի հատ էիր տենց տեղադրում։ Դե 12-ից սկսած էլի։ Երբևէ չես օգտագործել թմրանյութ Ալիկ։ Օգտագործել եմ։ Սկսում է քո օրգանիզմին նախ առաջինն ազդել քո առօրյայի վրա, դու սկսում ես ամեն ինչից բան անել, հույժ տանել, արևից պաղկվել, աշխատասիրությունը կորումա մեջդ, ալարկոտ ես դառնում, կարճ կոնկրետ։ Քեզ միշտ այդ աշխարհն է սկսում քաշել, դուր գալ ու այդ մարիխուանից արդեն սկսում են ուրիշ ավելի վատ բաներ, վատ տեսակի թմրանյութեր։ Ով առաջարկեց, ով քեզ ներքաշեց այս ամեն ինչի մեջ, այդ առաջարկողները նստած են։ Չէ, ճիշտն ասած նստած չեն, դե ամեն դեպքում ես որ սանկցիաների տակ եղել եմ, հետո գրավով դուրս եմ եկել, տեսել եմ այդ ամեն ինչը, դե իմ էության մեջ չկար, չէի ուզի հաստատ իրանք էլ տենային ամեն դեպքում։ Դե մեղադրելու բան չկա, մարդ ինքը իրանով պետք է գիտակցի էլի։ Ամեն քայլափոխին, թեկուզ մեր բանտում, որպես աշխատող, ամեն քայլափոխին կարած նորից էլի սխալվես, նորից էլի ավելանա քանակը օրերի։ Ինքը դե Telegram կանալով է տեղի ունենում, իսկ Telegram-ի հիմնական պահանջը, որ ոչ մեկին չճանաչի։ Ես ավելի կոնկրետ կուզենամ ասեմ, որ իրանք չգայթակղվեն իրանց ասած գումարների վրա, որովհետև գումարը ինչքան շատ իրանք ներկայացնեն, ինքը գնում է քո առօրյա ծախսի վրա, դու ոչ մի բան չես կարող իրան հետ գցես։ Այդ հիմա քո տաքսու տրանսպորտի վրա, քո ուտելու վրա դու վերջում տենում ես, որ ոչ մի բան տակը չի մնում։ Ու հետո էլ ինքը ինչ-որ մի հատ անիմաստ բանի համար, իրոք անիմաստ բանի համար մի հատ մեծ կորուստ ես վերցնում քո վրա։ Ես էլ եմ մեղավոր, բայց կարելի է ամենայն դեպս հենց մտածել, որ պետք չի ու վերջ։ Թե հիմա մեղավորները կլինեն չեն լինի, արդեն մի անգամ ֆիլմի հատ դիտեցի, դրա վերաբերյալ առաջ անգամ Ղազախստանում է տեղի ունեցել այդ սիստեմը Telegram-ի, որ նկարով եւ այլն այդ process-ը Telegram-ով
Ղազախստանում տեղ ունեցել ու այդ իրանք նկարել են, ես ոնց որ տեսել եմ, ինձ հետաքրքրել է։ Ուղղակի այդ ֆիլմը կարելի է ուղղակի ունենց անել, որ մեզի հասանելի չլինի էլի ամեն դեպքում, որովհետև Ո՞նց է ֆիլմի անվանումը։ Շեյքեր, ովքեր կան դրա մեջ, ովքեր են աշխատում, ոնց են աշխատում, ցույց է տալի մանրամասնորեն ու մարդիկ էլ կան, որ չեն հասկանում դրա բուն պատճառը։ Լավ, եթե ես օրինակի համար չմտածեմ իմ մասին, թե ես որ կարամ գնամ կործանեմ, գոնե մտածեմ այն մարդկանց մասին, ովքեր կարան կործանվեն։ Որովհետև եթե ես գոնե մենակ ինձ եմ կործանվում, ես մի հոգի եմ, բայց ես կարամ հազարավորներին կործանեմ, հա։ Բայց ինքը որպես այդպեսին ես իրան ռեկլամ եմ նայում։ Գովազդ է էլի։ Ահա, ամեն դեպքում ինքը գովազդ է, հա։ Եթե դու էդի չտենաս, քեզ չի հետաքրքրի, եթե դու չգիտես այդ ինչ է, ու քեզ դրա մասին ցույց չեն տալի, քո ուղեղը չի կարա դրա վրա աշխատի։ Այսինքն կարծում ես, որ կարան Տելեգրամյան ալիքը փակեն ու մեր երիտասարդներին փրկեն չեն անում։ Հա։ Միանշանակ։ Դա մեր օրենքները, եթե մենք որոշենք, որ այդ օրենքը պետք է, օրինակ ոնց է որոշել են, որ օրինակ օգտագործելը օրենքից դուրս է մեր համար, նույն ձև էլ այդ կայքը կարան փակեն, ոնց որ շատ երկրներ կարողանում են, ասենք օրինակ TikTok փակեն, ուրիշ այլ կայքեր փակեն, դեպս կարելի է անել, ինչի՞ չէ։ Պետք է նախ առաջինը դա արմատախիլ արվի, որովհետև մենակ մեզ բռնելով գործը բան չի լինում։ Հիմա նայեք, մարդը եթե օգտագործող է, իրան ինքը այդ բանին իրան չի հետաքրքրում, որ ինքը կբռնվի, որովհետև իրան որ տալիս են ինքը որ պետքա վեկալի մասնատի տնի, իրան լավ է, իրան տալիս են իրաց խլին, ինքը դրա համար փող չի տալի։ Քեզ էլ են տալիս։ Հա։ Ինքը դրա համար փող չի տալի, իր ուզածը կա, ինքը նախ սկսում է առաջներդ իրան են գցում կախվածության մեջ։ Երկրորդ իրան բռնելը շատ հեշտ է ինչի համար, որովհետև եթե ինքը օրինակի համար ասի ես չեմ ուզում աշխատեմ, իրան կարող ասեն դու պետք է աշխատես, մարդը վստահ լինելով որ իրան չեն ճանաչում, բայց որ միտեղ դնում են, եթե վեկալի չէ, ինքը դնողներն է գիտեն որտեղ են, կարան նկարեն իրան, կարան շանտաժի ենթարկեն ու դու սկսում ես ավտոմատ կախվածության մեջ ընկնել։ Այդ նման բան եղել է։ Չէ, իմը չի եղել նման բան, ես երկար չեմ աշխատել։ Մոտավորապես մի ամսվա կարգի ես բռնվել եմ։ Իսկ կա շրջապատում մարդիկ, որ իրենց ուզում էին հետ կայնեն, բայց իրեն շանտաժի էին ենթարկում ու լսել են։ Չէ, ես չեմ ճանաչել այտենց մարդկանց, որովհետև շատ խորացված չեմ եղել ու իմ շրջապատից շատ թաքուն եմ եղել։ Օգտվող եմ եղել ամենասկզբից ես։ Օգտվող եմ եղել, վերցրել եմ կայքից ու մի օր այտենց հայտարարություն տեսա ու սկսեցի հետաքրքրվել արդեն։ Համաձայնության եկանք ու սկսեցինք աշխատել։ Ոչ մեկի չես տեսել դու երբևիցե այդ։ Չէ։ Ոչ մեկի։ Դե իմաստ չունի, այսինքն իրանց տենալով նույնն է, ոնց որ իրանց անվտանգությունը ռիսկի տակ դնես։ Դե որ արդեն գիտես բռնվել ես ու ոչ մի շանս չկա, հիմնականում շատ էր իրեղեն ապացույցները ու մարդիկ նայում ես ավելի շատ մարդկանց այդ հայացքները, վերաբերմունքը շատ վատ է էլի ամեն դեպքում որտեվ մարդիկ գիտակցում են, որ դու այնպես մի հատ բան ես արել, որ իրանց երեխեքը կարան ուղակի գտնեն։ Իսկ որտեղ էիր հիմնականում դնում։ Քաղաքում էլի Երևանի կենտրոն, Բանգլադեշ, sense Այդ հայտնի այդ շենքերի մուտքերն էր, որ փնտրում էին գարաժների։ Չէ, ինձ ճիշտն ասած ինձ ասել են, որ գերեզմանատներ, մանկապարտեզներ, դպրոցներ, խաղահրապարակներ չի թույլատրվում։ Ասել են այդ տեղերը։ Չէ, այտենց տեղեր չդնես հանկարծ։ Ես որպես վերցնող դեպք եղել է, որ գերեզմանատան մոտ են ինձ ուղարկել են շենքեր, մանկապարտեզի մուտքերի մոտից։ Մանկապարտեզի մուտքի մոտից դու վերցրել ես։ Հա, իմ օգտագործման համար մինչև աշխատել է եղել է։ Ջիպ տոպրակի մեջ է դրվում ու բանով փաթաթվում է իզոլացիոն։ Այսինքն ցանկացած երեխա բան կարող էր էդիտ օրինակ տեսնել ինչ որ բաներ փաթաթված վերցնել։ Դե եթե ասենք օրինակի համար խաղում են դրսում, չգիտեմ, գնում գալիս ոտքերով խփում են գետնին, բան, ասենք բանալի դուզ գա տակից տենան մի ամիտ վերցնեն։ Մանկապարտեզի երեխեքն էլ 3 տարեկան երևի ամենափոքրը լինում է, իրանք ինչ տալիս ես, իրենք հիմնականում բերանն են չէ տանում։ Հիմա այնքան շատ է տարածված, որ
Կանֆետ, Հարիբո կանֆետները որ լինում են, այդպես էլ է մատակարարվում մարդկանց երեխեքին։ Չէ, ես մենակ մարիխուանա եմ բան արել, տեղի հետ կապ չունի։ Հարիբո։ Հարիբո կանֆետ։ Հարիբո, Skittles։ Նույն ձևի գալիս է ու իրան միջև չհետազոտեն, པարզ չի դառնա, որ ինքը թմրանյութ է թե չէ։ Իմացող, այսինքն վերցնողը մենակ վաճառողը գիտի այդ ինչ է։ Երիտասարդներին, ովքեր որ տենց չափահաս, թեկուզ 16-ից էլ դաժե սկսած մի քիչ ավելի ինքնադաստիարակությամբ զբաղվեն, որ ավելի հետաքրքիր լինի իրանց համար կյանքը, որովհետև այդ անջատված վիճակը մի քիչ հետաքրքիր չի էլ ինքը իրականում։ Ես որ ինձ օրինակ որ բռնեցին, ես այդ վաղ մարիխուանայի ազդեցության տակ էի, բայց դրա չլնելուց ոչ մի վատ զգացողություն չեմ զգացել։ Այդ էր դրանով իմ լավը, որ ես մենակ ետ եմ տեսել, դրանից բացի ուրիշ բան չեմ տեսել։ Դա լավ է, բայց մարդիկ կան, որ դեղ են արել, իրանց համար արդեն շատ ծանր է հետ կանգնելը։ Տարբերակ կա կամքի ուժ պետք է ամեն դեպքում հնարավոր է հետ բերել, բայց մարդիկ կան, որ 20 տարի օգտագործում են ու քիչ շատ դժվար է իրանց հետ բերելը։ Խորհուրդ կտամ ավելի շատ ծնողներին, որ ուշադրիր լինեն իրենց երեխեքին, շատ ուշադրիր, որովհետև այսօր հեռախոսներն են ամենաշատ մեծ խնդրեմը պատուհասը մեր երեխեքի համար։ Շատ մեծ պատուհաս, այսինքն եթե ես օրինակի համար 20 տարեկանից գիտեմ ինչ է մարիխուանան, այսօր աղջիկ երեխեքը դպրոցում տեղ են անում։ Որ տարիքից հետաքրքրությունը առաջացավ հենց այդ տարիքից։ 20 տարեկանում առաջարկել են տենց այդ բայց սկսած էլի։ Երկար ժամանակային որ օգտագործում էիր։ Բանակից եկել եմ, օգտագործել եմ, մինչև բռնվել ես։ 21 թվին բռնվել եմ։ Բան եմ արել, 6 ամիս նստել եմ Արմավիր քրեակատարողական հիմնարկում, հետո գրավով դատավորը բաց թողեց, որ դուս եմ եկել, արդեն գրավով դուս եմ եկել, չեմ արել ընդհանրապես։ Չես արել։ Չեմ արել, արդեն աշխատել եմ սովորական ձևի, ավելի նորմալ ձևի եմ ապրել, բայց դատերի մեջ եմ եղել, դրսով եմ գնացել, էլի դատերի ես։ Այսինքն դատավորը որոշում է ես բանտից գնամ դատի, թե դրսից գնամ դատի, այսինքն ես ինձանից վտանգ չեմ ներկայացրի, ինձ բաց են թողել, նու այդ ձևա մտածել դատավորը, չի սխալվել ամեն դեպքում։ 2.5 տարի դատերի եմ գնացել, ամեն ինչ նորմալ է ամեն դեպքում, եթե հանցանքը կա, ուրեմն պատիժներ պետք է լինի։ Մեր կատարած հանցանքը իրանից ներկայացնում է ծանր հանցագործություն, էլի, մի քիչ խելքին մոտիկ չէ լինում այս դուրսում թողել, էլի ամեն դեպքում։ Դու կիսում ես այս առումով մեր արդարադատության այդ օրենքի այդ խստությունը, որ այո սա ծանր հանցագործությունը, այո սա վտանգ է ներկայացնում, հոգուտ խորքում էլի։ Իհարկե կիսում եմ։ Իհարկե կիսում եմ, դե նորից եմ ասում, հաշվի առնելով, որ բացի մենք մեզանից կարանք ուրիշների կյանքը քանդենք ու չիմանանք էլ ում ինչ արեցինք, հաստատ արժի, որ սրա դեմ արվի էլի ու շատ մասսայական մեզի որ բերում են, ես հա դեմ չեմ, բայց կարելի է մի քիչ ավելի խորքային այդ աշխատանքը կատարվի։ Որ այդ աշխարհը փակեն։ Հա մենք ուղղակի չտենանք այդ ամեն ինչը, մեզի թեկուզ այն ծնողները, ովքեր որ իրանց երեխեքին չեն կարող հետևողական լինել, դե ամեն դեպքում օրինակի համար մարդկա միայնակ մայրա ամբողջ օրը աշխատում է, հեռախոսա տալի իր երեխուն, որ իմանա տեղեկություն ու հաշվի չառնելով, որ կարա լիքը հետևանքներ տեղի ունենա։ Ես մոտավորապես, եթե չեմ սխալվում, 6 ամիս կրնի արդեն հաց եմ բաժանում։ 9-րդ դասարանն էի մենակ ավարտել, հիմա 10-11-12-ի դասերին եմ հանրակրթական մասնակցում։ Հնարավորինս ամեն ինչ անում եմ, որ կարողանամ վաղ ժամկետին դուրս գամ։ Ես վերջացած մարդ չեմ համարում, ինձ որ մի քիչ դժոխք լինի, ուղղակի փորձում հնարավորինս առավելագույնը քաղամ ստեղից։ Ինքը հա շատ վատ տեղ է, շատ հոգնածնող է։ Ամեն օր արդեն անում ես նույնը, այսինքն որ ուզենաս ուրիշ բան անես, չես կարա։ Այդ է շատ բան անում էլի քեզի հոգեբանությանդ վրա ազդում, որ դու ուզենաս այս աշխատանքը չանես, այն աշխատանքը անես, չկա ուրիշ աշխատանք, մենակ էդ է էլի։ Բազմաթիվ չեն, ասենք, զբաղմունքները շատ, որ դու կարողանաս քո առօրյա փոխես դրանից օգնեցիր, էսի անես, այնի անես։ Ու հետի կամ կոփում է մարդու կամքը, կամ թուլացնում է մարդուն։ Ալիք, այստեղ շատերը ասում են, որ բանտից կարողացել են ճակերտավոր
լավ բաներ գողանալ, ինչ ես դու դա բանտից քեզ մեջ, ինչ որ մի լավ բան, որ հասկացել ես, վերլուծել ես։ Մտածողությունն նախ առաջնահերթ որ շատ ես կարող մտածես քո արարքների, քո առօրյայի, քո ապագայի, ինչա քեզի պետք։ Մարդ եթե չի կարող ինքն իրան դաստիարակի, ուրեմն երեխա էլ չի կարող դաստիարակի։ Այսինքն ընդհանրապես կապ չունի դու բանտում ես, թե դրսում ես։ Բանտը ամեն քո քայլափոխը սովորացնում է, որ դու հաշվարկես։ Որ դուրս գաս էլի օգտագործես ալիք։ Չէ։ Ինքը ինձ խանգարում է ու չեմ ուզի ամեն դեպքում ես ուզում եմ ընտանիք ունենալ։